Այսօրվա պատգամը այսպես են վերագրել նոր ուխտի պաշտոնյա։ Ուրեմն Աստծո խոսքը երկրորդ Կորինթացիս 3-րդ գլխի 4-ից 6-ն, այսինքն 4-ն ու 5-ն եմ առայժմ կարդում։ Տեսեք ինչ է ասում։ Ասում է մենք Քրիստոսով այսպիսի վստահություն ունենք առ Աստված, ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է, կամ մեր կարողությունը Աստծուց է, ով մեզ ընդունակ դարձրեց կամ կարողություն տվեց նոր ուխտի պաշտոնյաներ լինելու։ Ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրը սպանում է, իսկ հոգին կենդանացնում է, կամ նոր կտակարանի պաշտոնյաներ լինելու, ծառաներ լինելու։ Ուրեմն, միջև որ կանցնենք առաջ, տեսեք այստեղ ինչ է ասում է, մենք Քրիստոսով ունենք վստահություն առ Աստված, ոչ թե որ մենք ինքներս էինք ընդունակ կամ կարողություն ունենք այդ ուխտի մեջ մտնել, այլ մեզ ընդունակ դարձնողը, կարողություն տվողը ինքը Աստված է։ Ամեն։ Եվ մեզ կարողություն տվեց, ընդունակ դարձրեց նոր ուխտի պաշտոնյաներ լինելու, օրհնյալ լինի նրա անունը։ Մենք մեղքի պատճառով անկարող էինք Աստծո այդ ուխտի մեջ մտնել, պարզ է։ Բայց Աստված ինքը նախաձեռնեց Հիսուս Քրիստոսի արյունով մեզ մեղքերից մաքրել եւ մեզ նոր ուխտի պաշտոնյաներ դարձնել։ Ուզում եմ միանգամից ասեմ, դու նոր ուխտի պաշտոնյա ես։ Այն ուխտի, որին 5 տականի սուրբերը ուզեցան հասնել, բայց այդպես էլ չհասան։ Բայց Աստված մեզ հասցրեց, օրհնյալ լինի նրա անունը։ Այն ուխտի, որի իրագործման համար Քրիստոսի պատվական արյունը պահանջվեց։ Ուրիշ արյուն չէր կարող նոր ուխտը իրականացնել, վավեր դարձնել։ Միայն Քրիստոսի արյունը։ Այն ուխտի, որի սեղանից օգտվելու արտոնություն ունենք այսօր։ Որովհետև սա, ինչպես որ արդեն ասվեց, հիշատակություն է Քրիստոսի մահվան եւ նոր ուխտի արյան, որը ընդունում ենք մենք։ Ուրեմն այս խոսքը շարունակվում է ասելով գիրը սպանում է, հոգին կենդանացնում։ Ինչու է գիրը սպանում, կամ ինչու է գրվածքը սպանում։ Ուրեմն Հռոմեացիս 7-րդ գլխի 11-ից 12-րդ խոսքը կարդամ, որովհետև մեղքը առիթ առած պատվիրանքով խաբեց ինձ եւ նրանով սպանեց։ Ուրեմն օրենքը սուրբ է եւ պատվիրանն էլ սուրբ եւ արդար եւ բարի։ Ուրեմն տեսեք, վկայում է Աստծո խոսքը իր մասին ասելով, որ օրենքը, գրվածքը սուրբ է, պատվիրանն էլ է սուրբ, արդար է ու բարի։ Բայց ինչպես եղավ որ գիրը սպանեց։ Մի համար էլ կարդամ, Գաղատացիս 3:22, ասում է, բայց գիրքը կամ գրվածքը բոլորին մեղքի տակ գոցեց, փակեց, որպեսզի խոստմունքը Հիսուս Քրիստոսի հավատքով տրվի հավատացյալներին։ Ուրեմն գրվածքը ինչ արեց, ասում է, մարդուն մեղքի տակ գոցեց, փակեց, որպեսզի խոստմունքը լինի Հիսուս Քրիստոսի հավատքով։ Ուրիշ կերպ սա հնարավոր չէր։ Աստծո խոստումները ուրիշ կերպ հնարավոր չէր, որ իրականանար մեր կյանքի մեջ։ Միայն Հիսուս Քրիստոսի հավատքով։ Որովհետև օրենքը եկավ եւ բացահայտեց մեր մեղավոր լինելը եւ մենք մեռանք։ Ինչու՞, որովհետև մեղքի վարձքը մահ է։ Քանի դեռ օրենք չկար, մեղք չկար, չէ՞։ Մեղքը չէր ճանաչվում, բայց օրենքը եկավ եւ հասկացան մարդիկ, որ մեղք են գործում։ Աստծո առաջ։ Բայց մարդ տեսակի համար կարծում ուրիշ լուծում չկար։ Եթե լիներ Աստված այլ կերպ կվարվեր։ Նա օրենքի միջոցով կարծես թե մարդուն, մեր բարերով ասեմ, նեղը գցեց, որպեսզի մարդը իր անկարողությունը մեղավոր լինելը գիտակցելով վազի իր արարչի մոտ, ով միակն է, որ կարող է ներել, արդարացնել եւ ազատել մարդուն։ Ուրիշ մեկը չի կարող այդ գործ տանել։ Այսինքն, եթե չհայտնվեր օրենքը, մարդը չէր հասկանա իր մեղավոր լինելը։ Մարդը չէր գիտակցի, որ մեղք կա գործում եւ այդպես էլ իր մեղքերի մեջ կմեռներ։ Բայց քանի որ եկավ Աստծո օրենքը եւ մարդը հասկացավ, որ մեղավոր է, այստեղից
Առաքյալը 7-րդ գլխի մեջ Հռոմեացիս հետևյալն ասում մեղքը առիթ առավ պատվիրանքից եւ ինչ արեց, ինձ խաբեց եւ ինձ նրանով սպանեց։ Այսինքն այն օրենքը, որ բարի էր, արդար էր, սուրբ էր, մարդու համար մահվան պատճառ եղավ։ Քիչ հետո սրան կանդրադառնամ։ Որովհետև միջև մարդը չի գիտակցում իր մեղավոր լինելը, նա ոչ ներման կարիք ունի, ոչ դատաստանից է վախենում, ոչ էլ հավատում է, որ դատաստան կա, եւ ոչ էլ փրկչի կարիք ազգում։ Ես հաճախակի եմ այս միտքը օգտագործում ավետարանը քարոզելուց, միջև որ մարդը չի գիտակցում իր մեղավոր լինելը, ինքը չի հասկանում, որ ներման կարիք ունի։ Իսկի մենք մարդ ենք, մեկի հետ որ խոսում ես, միջև դու չես գիտակցում, որ դու մեղք ես գործը, դու այդ ներման կարիքը չես զգում։ Առավել եւս Աստծո հետ հարաբերության մեջ, որ Աստված անտես է, բայց իրական։ Ուրեմն միջև այդ գիտակցումը չկա, որ դու մեղավոր ես, այդ ներման կարիքը քո մեջ չի առաջան, այսինքն խղճմտանքը քեզ չի տանջի, այսպես ասած։ Եվ երբ որ հասկանում ես մեղավոր լինելը, նաև հասկանում ես, որ դրա հետևանքով դատաստան կա, որտեղ մեղքի վարձկումը է։ Եվ երբ որ հասկանում ես դատաստան կա, փնտրում ես փրկչի, ով քեզ կփրկի դատաստանից։ Եվ այդ ժամանակա, որ Քրիստոսը քո կյանքի մեջ կարող է բերել թողությունն էլ, փրկությունն էլ, արդարությունն էլ։ Եվ նաև ասում է ոչ թե գրով, գրվածքով, այլ հոգով։ Հիմա մի փոքր էլ խոսեմ հոգու պաշտոնի մասին։ Երկրորդ Կորինթացիս նույն 3-րդ գլխի 7-ից 8-րդ խոսքում ասում է, բայց եթե մահվան պաշտոնը գրով, քարերի վրա փորված, փառքով եղավ, մինչև որ Իսրայելի որդիքը չէին կարող Մովսեսի երեսին մտիկ անել նրա երեսի փառքի համար, որ խափանվող էր, որքան ավելի հոգու պաշտոնը փառքով կլինի։ Ուրեմն սա կարծում եմ բոլորս գիտենք, երբ որ Մովսեսը բարձրացավ լեռը, Տիրոջ հետ հանդիպեց, պատվիրանները գրած իջեցրեց, այդ փառքը իր երեսի վրա դեռ արտացոլվում էր։ Եվ ասում է չէին կարողանում նայել, բայց ասում է այդ փառքը, որ այդքան փառավոր էր, անցողիկ էր, ժամանակավոր էր։ Եթե ասում է դա այդքան փառավոր էր, որքան ավելի հոգու պաշտոնը փառքով կլինի։ Ինչու հոգու պաշտոնը ավելի փառքով է։ Որովհետև նախ եւ առաջ Տեր Հիսուս հավիտենական հոգով պատարագ եղավ եւ հավիտենական փրկություն գտավ իրեն հնազանդողների համար։ Հոգու պաշտոնը հասանելի դարձավ Հիսուս Քրիստոսի արյան միջոցով։ Որ ասում հոգու պաշտոնը, հոգու ծառայությունը, մեր կյանքերի մեջ Սուրբ հոգու ծառայությունը։ Մի փոքր էլ որ առաջանցնեմ հասկանալի կլինի։ Որովհետև հիմա հոգին է ներգործողը, հոգին է ղեկավարը, առաջնորդողը, հոգին է խրատողը, հանդիմանողը։ Եթե օրենքը կենտրոնանում էր երևացող բաների վրա, ապա հոգին ներսից է մեզ փոխում եւ այլևս երևացողը չերևացողի հետևանքով է լինում։ Դա ասեմ ինչ եմ ասում։ Ուրեմն օրենքը հիմնականում կենտրոնանում էր երևույթի վրա եւ հիմնականում ծիսակատարություններն էին ցույց տալիս, կարծես թե աստվածապաշտությունը։ Եվ Հիսուս եկավ, հիշում եք այդ ժամանակվա կրոնական համակարգի ասեց, դուք շուրթերով եք պաշտում Աստծուն, բայց ձեր սիրտը հեռացած է դրանից, մարդկանց սովորացրած պատվերներ եք կատարում։ Բայց Սուրբ Հոգին ինչ է անում, Սուրբ Հոգին ներսից է փոխում մեզ։ Եվ հիմա ոչ թե երեսանց պետք է լինի մեր աստվածապաշտությունը, այլ ներսից պետք է բխի աստվածապաշտությունը, որովհետև երբ որ դու թույլ ես տվել, որ հոգին գա քո կյանքի մեջ եւ ներսից փոխի քեզ, այդ չերևացող փոխված կյանքը երևացող կերպով դրսևորվում է, արտահայտվում է։ Ուրեմն Գաղատացիս 4:4-6-ը հետևյալն ասում. բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդուն կնկանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկի, որ որդեգրությունն ընդունեք։ Եվ որովհետև դուք որդիկ եք,
Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբա Հայր։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ անունը։ Մեկ մեր համար այնքան հասարակ է դառնում բաներ կա լսել Աստծո խոսքից անգիր ասել, բայց լսում եք ինչ է ասում։ Ինչքան մեծ գին էր պահանջվում, որ Քրիստոսի հոգին գար մեր մեջ, որպեսզի մենք ընդունեինք որդեգրությունը։ Եթե 5 տակարանում Աստված որոշների հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում էր, խոսում էր, ապա հիմա նա իր հոգով ապրում է մեր մեջ, ապրում է քո մեջ։ Այս պատճառով նորը ավելի փառքով է, քանի որ հենց ինքը Աստված է մեր մեջ բնակվում։ Աստված է քո մեջ բնակվում։ Եվ սա հասարակ մի բան չէ, ժողովուրդ, Աստված է մեր մեջ բնակվում։ Աստված է քո մեջ բնակվում։ Ուզում եմ մի քանի անգամ ասեմ, որ թարմանա այս հայտնությունը մեր մեջ։ Աստված է մեր մեջ բնակվողը։ Գաղատացիս 5:18-ը ասում է, բայց եթե հոգուց եք առաջնորդվում, օրենքի տակ չեք։ Բայց սա չի նշանակում, որ օրինազանց ենք, այլ օրենքի առաջնորդության տակ չենք, որը առանց հոգու քեզ տանում է մահվան։ Գրվածքը առանց Սուրբ Հոգու ներգործության քեզ տանում է մահվան, որովհետև հիշում ենք Զաքարիա 4:6-ը, ոչ ուժով, ոչ զորությունով, այլ իմ հոգով է, ասում է Տերը, որովհետև ոչ մեկ երկրի վրա երբևէ չի եղել, որ կարողանար իր ուժով, իր զորությունով Աստծո օրենքը կատարել։ Այսինքն Սուրբ Հոգու առաջնորդությունն է, որ ազատում է քեզ մեղքի եւ մահվան օրենքից։ Սուրբ Հոգին միայն կարող է ինձ եւ քեզ հաղթություն տալ։ Գաղատացիս 5:16-ում ասում է, բայց ասում եմ հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունը չեք կատարի։ Այսինքն հոգու առաջնորդությանը հետևեք եւ մարմնի ցանկության առաջնորդությունը մերժեք։ Մերժեք։ Ու ձեր մոտ կստացվի, ես էլ ես ասեմ, հաստատ կստացվի, դուք այլևս չեք տրվի մարմնի ցանկությանը եւ ի վերջո հաղթող դուրս կգաք այդ պայքարի մեջ, որովհետեւ հոգուց եք առաջնորդվում, հոգու առաջնորդությանն եք տրվել, ոչ թե մարմնի։ Սուրբ Հոգի եկել է, որ մեզ կարողություն տա, որպեսզի մենք ի զորու լինենք Տիրոջ պատվերները պահելու, առանց նրա ոչինչ անել չենք կարող։ Մի փոքր էլ արդարության պաշտոնի մասին խոսեմ, 2 Կորինթացիս նույն 3:9 խոսքը, որովհետև եթե դատապարտության պաշտոնը փառքով էր, ապա որքան ավելի արդարության պաշտոնը փառքով է։ Նորից պետք է շեշտադրենք այն փաստը, թե ինչու բարի օրենքը դատապարտության պատճառ եղավ, որովհետև մարդը առանց Աստծո միջամտության անկարող էր կատարել պատվիրանը։ Եվ սա ոչ թե պետք է մարդուն հեռացներ Աստծուն, այլ ընդհակառակը պետք է ավելի մոտեցներ, բայց ճիշտ հակառակը տեղի ունեցավ, մարդը տեսնելով իր անկարողությունը ընկավ դատապարտության մեջ։ Կարի որ չկարողացավ Աստծո օրենքը կատարել, դա իր համար դատապարտություն եղավ։ Բայց փոխանակ իր անկարողությունը տեսնելով պետքա վազեր իր արարչի մոտ, խոստովաներ, որ նրա կարիքն ունի։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությունով իր շատ սիրո պատճառով, մեզ փրկեց դատապարտությունից Հիսուս Քրիստոսով եւ մեզ արդարացնելով արդարության պաշտոնը վստահեց։ Սա ինչ է նշանակում, որ Աստված քեզ մի դիրք է վստահել, քեզ մի դիրքի մեջ է դրել, որ մեծ հաշվով քո հետ դա կապ չունի, դու դրա համար ոչ վաստակել ես, ոչ գին ես վճարել։ Նա է վաստակել քեզ համար արդարության պաշտոնը, նա է այդ գինը վճարել, այդ գինը իր համար շատ թանկ է արժեցել, իր որդի Հիսուս Քրիստոսի արյան գինն է արժեցել, որ դու արդարանաս եւ արդարի դիրք ունենաս։ Ուրեմն պետք է դա գնահատել եւ այլևս չընդունել դատապարտությունը եւ այլևս անարդարության մեջ չվարվել։ Մի պաշտոնի մասին էլ է Սուրբ Գիրքն ասում, 2 Կորինթացիս 5:18-ում է սրա մասին գրված, էլի շատ հայտնի տեղ, ասում է, բայց այն ամենն Աստվածանից է, որ մեզ իրեն հետ հաշտեցրեց եւ Հիսուս հաշտեցրեց
Հիսուս Քրիստոսի միջոցով եւ մեզ հաշտության պաշտոնը տվեց։ Ուզում հայտարարել, մեզ մեծագույն պաշտոն է վստահված։ Մեզ նախ եւ առաջ հաշտ լինելու, Աստծո հետ հաշտ լինելու արտոնություն է տրված Հիսուս Քրիստոսով։ Եվ հետո այդ հաշտության ներկայացուցիչը լինել այս երկրի վրա։ Հաշտությունն ընդունել ենք Աստծո հետ, հաշտենք Աստծո հետ Հիսուս Քրիստոսով։ Բայց Աստված ուղղակի քեզ չի հաշտեցրել, որ դու ասես ես հաշտ եմ Տիրոջ հետ, փառք Աստծուն։ Աստված նաև քեզ դրել է, որ այդ հաշտության պաշտոնը քեզ տվել է, որ դու այդ ներկայացնես այս կորած աշխարհին, որ շատերին դեպի Տերը առաջնորդես, որ շատերին միջնորդ լինես, որ իրանք էլ հաշտվեն Աստծո հետ։ Երկրորդ Կորինթացիս 4:1-2 հետևյալն է ասում. Սրա համար այս ամբողջ ասածից ամփոփումն է այս համարը։ Ասում է սրա համար այս պաշտոնն ունենալով, այսինքն նոր ուխտի պաշտոնն ունենալով, որը իր մեջ ներառում էր հոգու պաշտոն, որը իր մեջ ներառում էր արդարության պաշտոնը, որը իր մեջ ներառում էր նաև հաշտության պաշտոնը, ասում է այս պաշտոնն ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, թե չէ, եւ խորամանկությամբ չենք վարվում, եւ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերը ընդունելի ենք, անում ամեն մարդկանց խղճմտանքին Աստծո առաջին։ Հատկապես ուզում եմ մի քանի բան այս համարից վերցնենք։ Ասում է ուրեմն երբեք չենք ձանձրանում։ Հիմա մեզ ասեմ, ուրեմն եկեք երբեք չձանձրանանք։ Ինչից։ Այս պաշտոնի մեջ լինելուց, նոր ուխտի պաշտոնյա լինելուց չձանձրանաս։ Որովհետև ինձ եւ քեզ շատ մեծ պաշտոն է վստահված։ Ես կասեի տիեզերքի ամենաբարձր, ամենամեծ պաշտոնն է վստահված։ Լինել նոր ուխտի պաշտոնյա։ Տեսել եք մարդ, ով ձանձրացել է իր պաշտոնից։ Ասենք մի հատ պաշտոնյա ձանձրացել է իր պաշտոնից, ինքը ինչ է սկսում արդեն անել։ Սկսում է կաշառք վեգալել, սկսում է խարդախություն անել, սկսում է ծռել, սկսում է ճշմարտությունից հեռանալ եւ ի վերջո ինչ է լինում, այս մարդը կորցնում է իր պաշտոնը եւ շատ վատ հետևանքներ է ունենում։ Տեսել ենք։ Օրինակ մեր օրերում էլ շատ դատական process-ների մեջ ի վերջո մի հատ խայտարակ պատմություն։ Բայց հավատացեք, եթե մենք արթուն չլինենք, այս նույն նկարագիրը մեր հետ է լինելու։ Եթե մենք որպես նոր ուխտի պաշտոնյաներ ձանձրանանք մեր պաշտոնի մեջ, ծռենք ճշմարտությունը, հա ինչ էր ասում, մի քանի բան լավ ասում է, ամոթալի ծածուկ բաները չմերժենք, նույն ճակատագրին էսպես ասած մենք կարժանանանք։ Եվ վերջի համարը կարդամ ու անցնենք արդեն հաղորդության բաժնին։ Առաջի Կորինթացիս 15:58-ը։ Ասում է ուրեմն սիրելի եղբայրներ, որ ասում է քույրեր, եղբայրներ, քույրերն էլ հետը ներառյալ։ Ուրեմն սիրելի եղբայրներ, հաստատ եղեք, անշարժ կացեք, ամեն ժամանակ ավելի առաջացեք Տիրոջ գործի մեջ, իմանալով, որ ձեր աշխատանքը զուրջ է Տիրոջ մեջ։ Զուրջ է Տիրոջ մեջ ձեր աշխատանքը։ Ուրեմն պետք է հաստատ մնալ, անշարժ մնալ այն պաշտոնի, այն դիրքի մեջ, որ Աստված մեզ դրել է, եւ չիջնել այդ պաշտոնից, որևէ երկրավոր, մարմնավոր ցանկությունների հետևից գնալով։ Ամոթալի ծածուկ բաները մերժել է պետք։ Եվ մինչև որ մենք հաղորդության բաժնին կանցնենք, մի համար կարդամ ու միասին աղոթք անենք, առաջի Կորինթացիս 11:23-ից։ Ասում է, որովհետև ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուսն այն գիշերը, որ մատնվում էր, հացն առավ եւ գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. «Արեք, կերեք, այս է իմ մարմինը, որ ձեզ համար կտրվում է, այս արեք իմ հիշատակի համար։
Այնպես էլ ընթրիքն ուտելուց հետո բաժակն առավ եւ ասեց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով։ Այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար։ Որովհետև քանի անգամ որ այս հացն ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք, մինչև որ նա կգա։ Ես սիրում եմ մեր եկեղեցում դրված այս վարդապետությունը, որ Աստծո խոսքի համաձայն է, ինչպես որ Հիսուսն ասեց, սա է նոր ուխտի իմ արյունը։ Եվ ինչպես որ գիտեք արդեն, ուխտի սեղանին մոտենում են օգտվելու նրանք, ովքեր նրա հետ ուխտի մեջ են մտել։ Բայց եթե խղճմտանքդ տանջում է, եթե մի խնդիր կա, եթե ամոթալի ծածուկ բաներ կա, որը մերժելու կարիք ունես այսօր, որպեսզի վերականգնվես, նոր ուխտի պաշտոնյայի դիրքի մեջ մտնես եւ նոր մոտենաս ուխտի սեղանից օգտվես, այդ դրա համար առաջարկում եմ միասին աղոթք անենք։ Երկնային Հայր, մենք խոնարհվում ենք քո գայի առաջ։ Մենք ինչպես որ կանք եկել ենք քո առաջ։ Դու գիտես մեզ, դու ճանաչում ես մեզ, դու քննում ես մեր սիրտը, մեր երիկամունքները, եւ դու ամեն բան գիտես մեր մասին, եւ չկա մի արարած, որ ծածկված լինի քո երեսից։ Դրա համար Տեր, առանց թաքնվելու, ինչպես որ կանք, գալիս ենք քո առաջ եւ խոստովանում ենք մեր մեղավոր լինելը քո առաջ, մեր պակաս լինելը քո առաջ։ Ներիր մեզ Տեր, ներիր մեզ ամեն սխալ մտքի համար, որ ընդունել ենք, ամեն սխալ ցանկության համար, որի հետ համաձայնվել ենք, տրվել ենք դրա առաջնորդությանը։ Ներիր մեզ ամեն սխալ խոսքի համար, վարմունքի համար, շարժառիթների համար Տեր։ Մաքրիր մեզ, սրբիր քո ժողովրդին, քո որդի Հիսուս Քրիստոսի արյունով։ Խնդրում եմ մաքրիր մեզ, եւ ոչ միայն խնդրում ենք, որ մաքրես մեզ, այլ զորություն տաս եւ հաղթություն տաս մեղքի հանդեպ եւ ամեն գայթակղության հանդեպ։ Խնդրում եմ սրբիր մեր խղճմտանքը, մաքրիր մեզ ամեն մեռած գործերից, ազատիր մեզ Տեր, սրբիր մեզ Տեր, որ մաքուր խղճմտանքով մոտենանք քո սեղանին Տեր, ընդունելու քո մարմինը, քո արյունը մեր կյանքերի մեջ Տեր։ Շնորհակալ եմ քեզանից, որ դու արտոնել ես մեզ նոր ուխտի պաշտոնյաներ լինել եւ քո մարմնի ու արյան հետ հաղորդ լինել։ Ուզում ենք այսօր մեր մեջ ընդունելով օրհնություն ընդունենք, զորություն ընդունենք Տեր։ Մենք քեզ փառք ենք տալիս եւ գոհանում ենք քեզանից ամեն ինչի համար եւ խնդրում ենք, որ դու օրհնես եւ փառավորվես քո ժողովրդի մեջ, մեր երկնային Հայր, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։